Սիրտս ուզեց, սիրտս թելադրեց։ Ինչու ենք մենք այդ ամենը վերագրում սրտին։ Այս պարզ ածխաջուրը հանելով կունենանք քաշի ավելի արագ իջեցում, քան առանց դրա։ Հայաստանը, մեր տարածաշրջանը համարվում է սրտային պատահար ունենալու շատ բարձր ռիսկի գոտի։ Սննդի հետ պայմանավորված է խոլեստերինի բարձր մակարդակը ընդամենը 20%-ով։ Որոնք են այն մթերքները, որոնք որ օգտակար չեն։ Ինչպես բնության մեջ էներգիան որևէ տեղ չի կորչում, եւ եթե մարդը օգտագործում է նորմայից չափից ավելի սնունդ, չափից շատ կալորիաներ, այդ կալորիաները պետք է վերածվեն ճար։ Կարծում եմ երջանիկ մարդը անսիրտ չի կարող լինել։ Այո։ Ողջույն, ես Դինան եմ, ու սա իմ ու Օրանժի հետ համատեղ արդեն 10-րդ մոտեցումն է։ Այսօր իմ հյուրը սրտաբան ակումբի անդամ Վարդգես Մովսեսյանն է։ Վարդգես ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք ու որ մեզ տվել եք հնարավորություն խոսելու մի շատ կարևոր օրգանի մասին, որը որ սիրտն է։ Ու ես միանգամից ուզում եմ հենց իմ առաջին հարցին անցնել, քանի որ վերջերս թևակողել եմ մի պրագմատիկ փուլ իմ կյանքում, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ, առնվազն այս պահին։ Ուզում եմ մի բան հասկանալ։ Կարծում եմ ավելի հարմար հյուր չէինք ունենա այս հարցը քննարկելու համար։ Ինչու է ստացվել այնպես, որ տարբեր մշակույթներում եւ գրեթե բոլոր մշակույթներում մենք անում ենք որոշակի քայլեր, դիմում ենք ինչ-որ գործողությունների եւ այդ ամենը վերագրում ենք մեր խեղճ ու կրակ սրտին։ Առանց այդ էլ ինքը շատ մեծ գործ է կատարում եւ շատ պատասխանատու է շատ կարեւոր բաների համար, բայց սիրտս ուզեց, սիրտս թելադրեց, անսիրտ թեկուզ անգամ բժշկական տեսանկյունից ինչու ենք մենք այդ ամենը վերագրում սրտին։ Կա արդյոք ինչ-որ բացատրություն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Դինա ջան։ Իհարկե ունենք բացատրություն եւ շատ ճիշտ նկատեցիք, որ եւ մարդիկ տարբեր հասարակարգերում եւ նաեւ կարող ենք նշել, որ բոլոր ժամանակների գրողները, ստեղծագործողները միշտ սրտի հետ են կապել ամենազգայական երևույթները։ Թերևս պատճառը այն է, իմ պատկերացմամբ, որ երբ ունենում ենք մտավոր ինչ-որ երբ ունենում ենք հուզական պահեր կյանքում, դե բնականաբար արտադրվում են ստրես հորմոններ օրգանիզմում եւ առաջինը արձագանքում է սիրտը հաճախասրտությամբ եւ այդ երևույթը սրտի թրթռոցը կամ արագ աշխատանքը բերում է նրան, որ մարդիկ սկսում են այդ զգայական երևույթները կապել սրտի հետ։ Իհարկե մեր սիրտը կատարում է շատ մեծ գործառույթ մեր օրգանիզմում, բայց ցավոք զգայական երևույթները սրտի հետ կապել գիտականորեն չենք կարող, բայց որպես հետևանք կարող ենք նշել, որ այո, սիրտը արձագանքում է մեր եւ դրական եւ ցավոք նաեւ բացասական հույզերին։ Փաստորեն ճիշտ հասկացա, որ մենք խոսում ենք զարկերի մասին, չէ՞, այսինքն սիրտը երբ սկսում է արագ զարկել, բաբախել, դանդաղ բաբախել եւ դրանով էլ նաեւ մեկնաբանվում է սիրտս ուզեց, սրտիս լսեցի։ Այո։ Կարծում եմ, որ լեզվամտածողության տեսանկյունից եւ բժշկական տեսանկյունից ամենախելամիտը գուցե, չգիտեմ արդյոք ճիշտ տերմին եմ օգտագործում սրա համար, բայց երևի թե սիրտս հանգիստ լինի, նա, որովհետեւ դա ռեալ սիրտս հանգիստ լինի, այսինքն սիրտս բաբախի այնքան, ինչքան որ պետքա բաբախի։ Շատ ճիշտ է։ Որ խնդրեմ ինձ կասեք, նորման որն է։ 1 րոպեում կծկման հաճախությունը նորմայում 55-ից մինչև 100 զարկը համարում ենք նորմալ, բայց սա էլ է հարաբերական, երբ մարդը գտնվում է հանգիստ վիճակում, սրտի զարկերը պետք է լինեն ավելի մոտ ստորին սահմանին կամ միջին։ Իսկ եթե ունենք թեթև ֆիզիկական ակտիվություն, օրինակ քայլ կամ մարդը այդ բանը խոսում է, հնարավոր է որոշակիորեն ունենք ավելի վերին սահմաններին մոտ տվյալներ։ Եվ իհարկե սրանից զատ, եթե արդեն խոսենք ավելի ակտիվ ֆիզիկական ակտիվության մասին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին կամ նյարդային լարվածության ֆոնին կարող ենք ունենալ նաև ավելի բարձր թվեր, որոնք ելի համարվում են նորմալ, կախված իրավիճակային նույն մեր նշած ստրես հորմոնների արտադրումից։ Եվ ավելի ցածր թվեր նաև, չէ, հանգստի վիճակի մասին է խոսքը։ Այո, եթե խոսենք օրինակ քնի վիճակում, երբ որ մարդը քնած վիճակում է, այս պարագայում արդեն օրգանիզմում ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը ունի այսպես կոչված հանգստացնող էֆեկտ եւ սրտի զարկերի քանակը կարող են իջնել 50-ից էլ անգամ ներքև եւ դա կդիտարկվի որպես նորմա։ Երբ որ ես սկսեցի մարզվում եմ 10 տարի, բայց վերջին մի տարվա ընթացքում ավելի ինտենսիվ մարզումներ էի անցնում, որովհետև պատրաստվում էի մրցաշարի սիրողական, եւ իմ մարզիչը Էդվինը ինձ ասում էր, որ առաջինը երբ զարթնում ես, ուշադրություն դարձրա
սրտիդ աշխատանքին, որպեսզի հասկանանք ինչքանով է նորմալ սիրտդ այդ օր աշխատում եւ որքանով ես դու պատրաստ մարզումներին, եւ իհարկե այդ դեպքերում շատ են օգնում են գadgetները, որոնք որ դու գրում ես, որ ստիպված այո, չես զարկերակը զգալ եւ հաշվարկանել։ Ինչևէ, վերադառնալով հանգիստ վիճակին, ասեմ, որ այս պահին իմ սիրտը հանգիստ վիճակում քնի ժամանակ ընդհուպ մինչև 40-41 զարկի է իջնում, բայց կան նաև էլիտ ատլետներ, այս պահին կհիշեմ Կիփչոգիին եւ եթե չեմ սխալվում, արագավազ երկար դիստանցիաներ վազող Կիփչոգիի մասին է խոսքը, իր սիրտը րոպեում հանգիստ վիճակում զարկում է կարծեմ 25-ից 29 անգամ եւ աթլետները սա որպես դրական երևույթ են այո, դիտարկում, բայց արդյոք դա լիարժեք դրական կողմ է, թե ամեն դեպքում կան ինչ-որ բացասական երանգներ, որոնք որ գալիս են այդ դրականի հետ։ շատ բարի։ Նշված դեպքը, երբ իջնում է մինչև 29 կամ ավելի ցածր, դա կարող ենք դիտարկել որպես մասնավոր դեպք եւ նորմայի տարբերակ կարելի դիտարկել, երբ որ խոսքը պրոֆեսիոնալ մարզիկի մասին է։ Առհասարակ, երբ որ մենք խոսում ենք երեկոյան քնի ժամանակ պուլսի, այսինքն սրտի կծկման հաճախության իջեցման մասին, այստեղ մենք ունենք այդ տարբերակումը տվյալ բուժառուն, եթե խոսքը օրինակ հոլտեր մոնիտորինգ ենք արել եւ գնահատել ենք 24 ժամերին սրտի աշխատանքը, մենք անպայման անամնեզում նշում ենք տվյալ բուժառուն ունի ֆիզիկական ակտիվություն կամ մարմնամարզիկ է թե ոչ, որովհետեւ եթե մարդը պրոֆեսիոնալ սպորտում է, ժամանակի ընթացքում սրտի պատերը ենթարկվում են առողջ հիպերտրոֆիայի, այսինքն մարզվում են նաև եւ հաստանում է սրտի պատերը եւ նրանց մոտ մարզիկների մոտ սրտի մեկ կծկումը կծկման ուժը այնքան է, որ հավասարազոր է չմարզած մարդու սրտի կծկման 1.5 զարկին պատկերացրիք եւ այդ պարագայում բնական է, որ հանգիստ պայմաններում, ինչպես նաեւ քնած ժամանակ սրտի կծկման հաճախությունը կարող է իջնել եւ դա բոլորովին զարմանալու չէ եւ տեղավորվում է նորմայի սահմաններում։ Իհարկե կրկնում եմ, եթե խոսքը մարմնամարզիկների մասին է։ Եթե մարդը ունի ֆիզիկական ակտիվություն եւ ունի տարած սրտային պատահարներ կամ ուղեկցող ռիսկի գործոններ եւ սրտի կծկման հաճախությունը 40-ից իջնում է ավելի ներքև, 40 եւ ավելի ներքև քնած ժամանակ, ապա այստեղ գործ ունենք արդեն խնդրի մասին եւ պետք է փորձենք գտնել համապատասխան լուծումը կախված, կրկնում եմ, ուղեկցող հիվանդություններից եւ անհատապես տվյալ բուժառույց։ Նայեք, երբ մարդ սպորտով է զբաղվում եւ մի քիչ ակտիվ սպորտով է զբաղվում, ինքը ունի գadgetներ, որոնցով որ կարողանում է այդ ամենը վերահսկել։ Իսկ մարդիկ, ովքեր որ չեն կրում գadgetներ եւ պարզապես քնում զարթնում են, ինչպես կարող են իմանալ, որ օրինակ քնի ժամանակ իրենց սիրտը խփում է ավելի քիչ, քան պետք է խփի, կամ ինչ որ կան նման սիգնալներ, որոնց որ հնարավոր է հետևել, որովհետև եթե չեմ սխալվում, սիրտը բավականին լուր օրգան է ու երբեմն դուք մասնագետները շատ ուշ դեպքեր, այսինքն բավականին ուշ եք իմանում խնդրի մասին, որպեսզի կարողանաք դրա դեմ պայքարել։ Իհարկե լինում է շատ անգամներ, բայց եւ լինում են դեպքեր, որ ոնց որ այսպես ժողովրդական լեզվով ասած, բանը բանից անցած է լինում։ Տեսեք, քնի ժամանակ իմանալ թե արդյոք ունեցել ենք սրտի կծկման հաճախության նորմայից ավելի ցածր թվեր թե ոչ, կարող են մեզ օգնել տվյալ գadgetները, որոշակիորեն ձեր նշած, օրինակ խելացի ժամացույցները կամ հոլտեր քննությունը, որը դա գործիքային հետազոտություն է, որը հավաստի կերպով գրանցում է սրտի կծկման հաճախությունը 24 ժամերի ընթացքում։ Բուժառուն նորմայում նույնպես, եթե չունի գանգատներ, կարող է չզգալ, որ իր սրտի կծկման հաճախությունը ցածր է առօրյա, այսինքն օրվա ընթացքում։ Էլ ինչ մնաց քնի ժամանակ, զգայական առումով բուժառուն կարող է չզգալ, որ իր սրտի կծկման հաճախությունը նորմայից ցածր է։ Միակ տարբերակը, որով կարող ենք օգնել, հանրությանը, եթե ասել ունենք, թե ինչպես կարող են գոնե ենթադրել, որ սրտի կծկման հաճախությունը ցածր է, ինչպես նշել էր ձեր մարզիչը, այդ տարբերակով կարելի է առավոտյան արթնանալուն պես անկողնուց դեռ չվեր կացած փորձել չափել սրտի կծկման հաճախությունը 1 րոպեի ընթացքում։ Եթե այն ավելի ցածր է նորմայից, կարելի է ենթադրել, որ այստեղ կարող է լինի խնդիր եւ նաեւ պետք է նշել, որ բուժառուները բոլոր, ոնց նշենք, որ ավելի ճիշտ լինի, բայց սրան զուգահեռ նաև բոլոր մարդիկ, ովքեր կտեսնեն սրտի կծկման հաճախությունը ցածր է, միանգամից չպետք է վազեն սրտաբանի մոտ, այսինքն ոչ բոլոր դեպքերում է դա
պարտադիր պաթոլոգիա։ Եթե ունեցել է մարդը իր կյանքի ընթացքում սրտային պատահարներ կամ ունի ծանրաբեռնված ժառանգական անամնեզ, այսինքն մոտ հարազատների մոտ եղել են սրտի ռիթմի հաղորդականության խանգարումներ եւ առավոտյան ժամերին տեսնում է, որ քնից արթնանալուց անմիջապես հետո սրտազարկը ավելի ցածր է նորմայից, օրինակ 50 կամ ավելի ցածր, ապա սա առիթ է, որ դիմի բժիշկ սրտաբանի հասկանալու համար կամ բացահայտելու համար խնդիր է։ Իսկ ուրիշ ինչ ազդանշաններ կան, որոնց որ կարելի է հետևել իմանալու համար, որ գուցե այս պահն է, որ պետք է գնալ բժշկի ու հասկանալ։ Ես գիտակցում եմ, որ ճիշտ է պարբերաբար այդ ստուգումներն անցնել եւ խորհուրդ է տրվում, բայց նաեւ հասկանում եմ, որ ոչ բոլորն են դա անում, ինչ-ինչ պատճառներով, ինչերի ուշադրություն դարձնենք, բացի նրանից, որ օրինակ զարկերի քանակը ընկել է նորմայից։ Ահա։ Եթե խոսքը բացահայտելու համար սրտային, առհասարակ սրտային խնդիրները, դա մի քիչ ավելի լայն շրջանակ է, եթե խոսենք սրտի կծկման հաճախության նվազումից, ապա կարող է ուղեկցվել օրինակ օրվա ընթացքում գլխապտույտով, որը չի բացատրվում օրինակ զարկերակային ցածր ճնշմամբ, ուշագնացությամբ, դա եւս ազդակ է, որ անպայման պետք է դիմել սրտաբանի, որտեղ կարող ենք ունենալ կյանքին սպառնացող անգամ ռիթմի խանգարումներ, որոնք կրկնում եմ զգայական առումով բուժառուն ունի նույն գանգատը եւ բարորակ ճակերտավոր բարորակ ռիթմի խանգարումների դեպքում եւ կյանքին սպառնացող եւ այդ իսկ պատճառով միակ տարբերակը այստեղ ախտորոշման դա անցներ սրտային հետազոտություն, խոսքը իմ նշած Holter մոնիթորինգի մասին է։ Իսկ առհասարակ սրտային խնդիրները բացառելու համար կամ ինչպես ենթադրել, որ ունեն սրտային խնդիրներ, այդտեղ եթե կա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության նվազում, այսինքն եթե բուժառուն կամ մարդը առհասարակ աստիճաններ բարձրանալիս ունենում է հեվոց, խոսքը երկրորդ, երրորդ հարկերի մասին է, եթե ունի օրինակ այտուց ստորին վերջույթներում, որոնք օրինակ կարող են առավոտյան չլինել, երեկոյան ժամերին արդեն ունենանք հավասարապես այտուց, կամ նաև կրծքավանդակում դիսկոմֆորտի զգացողություն, որը կարող է լինել ցավի տեսքով կամ ճնշվածության տեսքով, որը առավելապես լինում է ֆիզիկական ակտիվության կամ նյարդային լարվածության ֆոնին նաև, սա եւս ազդակ է, որ կարող է հնարավոր է ունենանք հնարավոր սրտային խնդիր։ Եվ մյուսը չմոռանանք անկյունաքարային սիրտանոթային հիվանդությունների մեջ զարկերակային գերճնշումը, զարկերակային հիպերտենզիան, որը ցավոք բուժառուները կարող են չզգալ, եւ այստեղ շատ պարզ մեթոդը, ամենապարզ եւ հեշտ դա տոնոմետրիան է, այսինքն զարկերակային ճնշման չափումը, որը կարծում եմ, եթե յուրաքանչյուրի տանը չկա, ապա մոտ հարազատի տանը անպայման կա ճնշման գործիք եւ դա շատ պարզ հետազոտություն է, բուժառուն ինքը իրեն կարող է չափել զարկերակային ճնշումը եւ եթե ունենք նորմայից բարձր թվեր, որոնք կրկնվում են, էպիզոդիկ չեն, ապա սա ազդակ է, որ միանշանակ պետք է դիմել սրտաբանի։ Մենք նաև գտնվում ենք ծովի մակարդակից բավականին բարձր, որը ազդում է թե մեր ճնշման վրա, թե մեր սրտի աշխատանքի վրա։ Եթե ես չեմ սխալվում, այս ամենը ես գիտեմ զուտ զբաղվելով սպորտով եւ օրինակ ճամփորդելով եւ նույն բաները այլ մակարդակների վրա անելով եւ ավելի թեթև ինձ գալով։ Նաև լսում ենք մարդիկ, ովքեր որ ունեն ճնշման խնդիրներ, երբ ճամփորդում են եւ հասնում են, իջնում են ծովի մակարդակին ավելի մոտ, ասում են, որ իրենց ավելի լավ են զգում, այդ ընթացքում ճնշումը չի բարձրանում։ Սա իրականում տեղի ունեցող ինչ-որ բան է, թե պլացեբո էֆեկտ է, որ գնացի հանգստացա եւ ամեն ինչ շատ լավ է ինձ հետ։ Իհարկե ունի գիտական բացատրություն, բայց նաև շատ կարևոր դեր ունի այստեղ նաև զգայական այդ պլացեբո կոչվածը, բայց գիտական բացատրությունը այն է, որ երբ որ մենք գտնվում ենք ծովի մակարդակից բարձր, 1000 մետրը համարվում է նորմային գրեթե մոտ, բայց ավելի բարձր թվեր, օրինակ 2000 կամ ավելի բարձր, այստեղ թթվածնի բարձրալ ճնշումը, այսինքն օդի մեջ թթվածնի տոկոսայնությունը նվազում է եւ այդ իսկ պատճառով օրգանիզմը պետք է օրինակ կոմպենսատոր կերպով պետք է հաճախացնի սրտի աշխատանքը, որպեսզի կարողանա թթվածին մատակարարել օրգան համակարգերին։ Եվ այս հաճախասրտությունը պատճառներից մեկն է եւ մյուսը, որ կարող է լինել այդ պակաս թթվածնի հետևանքով, հարաբերականորեն պակաս, անոթային որոշակի թեթև սպազմ, այսինքն նեղացում զարկերակների, որն էլ իր հերթին կարող է բերել զարկերակային ճնշման բարձրացման։ Այդ է պատճառը, որ մենք ունենք սրտային պատահարների գնահատման աղյուսակ ըստ ռեգիոնների, թե որտեղ է ապրում մարդը, եւ ցավոք Հայաստանը, մեր տարածաշրջանը համարվում է սրտային պատահար ունենալու շատ բարձր ռիսկի գոտի,
պատճառն այն է, որ հենց մենք գտնվում ենք բարձր լեռնային գոտում։ Երևանը կարծեմ 1000 Երևանը հարաբերականորեն նորմային մոտ կարող ենք համարել, բայց շրջաններ, օրինակ Սյունիքը կամ Գեղարքունիքը գտնվում են բավականին բարձր եւ բնականաբար այստեղ սրտային պատահարների հավանականությունը եւս ավելի մեծ է։ Եվ այստեղ խորհուրդն այն է, որ նույն զարկերակային ճնշման չափումները բուժառուները կատարեն ավելի հաճախ, որովհետև ձեր նշածի պես հնարավոր է նույն բուժառուն Երևանում ունեք չունենա զարկերակային ճնշում, բայց եթե ավելի հաճախ է գտնվում բարձր լեռնային գոտիներում, ունենա զարկերակային ճնշման տատանումներ եւ բարձրացումներ, որոնք իհարկե սրտային պատահարների հիմքն են։ Ճնշումից խոսեցինք, զարկերից խոսեցինք, եկեք խոսենք նաև VO2 max-ից, որը սպորտով զբաղվողների համար գուցե ծանոթ տերմին է, որովհետև այդ նույն գադջետներն ու ժամացույցները ամեն դեպքում մեզ ինչ-որ թիվ ցույց են տալիս, թե դա որքանով է հավաստի, ես չեմ կարող հստակ ասել, որովհետև լաբորատոր ստուգում ամեն դեպքում չեմ անցել։ Ավելի մեծ մասաներին հանրությանը հասանելի լեզվով խնդրեմ կասեք, որն է VO2 max-ը եւ որն է դրա կարեւորությունը եւ մի հարց էլ միանգամից կպցնեմ այս ամենին, մարդիկ ովքեր որ սպորտով չեն զբաղվում, պետք է արդյոք իմանան իրենց VO2 max-ի ցուցանիշը։ Տեսեք, VO2 max-ը ինքը ցույց է տալիս 1 րոպեում ֆիզիկական ծառաբեռնվածության ժամանակ ծախսած թթվածնի մակարդակը եւ որքան այս թիվը բարձր է, այդքան տոլերանտությունը ֆիզիկական ծառաբեռնվածության նկատմամբ ավելի բարձր է, այսինքն ավելի լավ է։ Եթե խոսենք պրոֆեսիոնալ մարմնամարզիկների մասին, ապա նրանց մոտ 60 մլ, 60-70 մլ կիլոգրամ րոպե ծավալը համարում են նորմալ, բայց սա գեր-իդեալական ցուցանիշներ են։ Կարող ենք նշել ստորին թվերը, եթե 20-ից 30-ի սահմաններում է, սա նշանակում է, որ ունի վատ տոլերանտություն եւ ավելի բարձր սիրտանոթային պատահար ունենալու ռիսկ։ Իհարկե ձեր նշած օրինակ խելացի ժամացույցները կարող են հաշվել, բայց դրանք տալիս են մեզ անուղղակի տվյալներ, որովհետև նրանք որոշում են այս ցուցանիշը կախված սրտի կծկման հաճախությունից։ Եվ իրականը, ինչպես դուք էլ նշեցիք, իրականացվում է լաբորատոր պայմաններում, երբ բուժառուն կամ մարզիկը անհատով ցանկանում է իմանալ ստույգ թիվը, կախված օրինակ, եթե պատրաստվում է մրցաշարերի կամ ուզում է իմանալ իր մոտ տարբերակը, որ միջակայքում է տատանվում, այստեղ պետք է լաբորատորիայի պայմաններում կատարվի եւ մարզիկը վազում է, բնականաբար եւ ստուգվում է արտաշնչվող օդում, ներշնչվող եւ արտաշնչվող օդում թթվածնի պարունակությունը։ Որքանով որ ես տեղյակ եմ, ցավոք մեր երկրում դա չի իրականացվում, որովհետև բնականաբար լաբորատորիաները ներկրում են կամ ներկայացնում են այնպիսի հետազոտություններ, որոնք արտիական են։ Այս պարագայում կարող են լինել 1-2 կամ տասնյակ միգուցե մարդիկ, ովքեր կցանկանան իմանալ այս ցուցանիշը, բայց լայն շրջանակների համար այն չի կիրառվում, ցավոք, եւ այդ իսկ պատճառով մենք պետք է առայժմ հույսներս դնենք մեր այդ խելացի ժամացույցների կամ այլ գադջետների հույսին։ Իդեպ ինչն է հետաքրքիր, որ ժամացույցները այդ թիվը թարմացնում եւ ակտիվացնում են միայն մաքուր օդի վազքի ժամանակ, ես չգիտեմ սա կոնկրետ ինչով է պայմանավորված, բայց օրինակ վազքուղու վրա ինքը չի աշխատում։ Չգիտեմ, կարող է կան այլ ժամացույցի տեսակներ, որոնք որ աշխատում են, բայց կոնկրետ ինձ մոտ այս տեսակն է, որը որ ես կրում եմ արդեն տարուց ավելի, ինքը ակտիվանում է միայն երբ ես դրսում եմ վազում։ Այդ չգիտեմ ինչով է պայմանավորված, գուցե թթվածնի քանակով կամ չգիտեմ, կամ եթե չեմ սխալվում, այստեղ նաև տարածությունն անցնելու բանն էլ է կարևոր, բայց լաբորատորիայում վազքուղու վրա են իրականացնում դրանք։ Բայց այստեղ ստուգվում է արտաշնչված օդի մեջ թթվածնի պարունակությունը, իսկ մեր այդ օրինակ ժամացույցները դրանք նաև ավելի շատ սրտի կծկման հաճախությունն են վերցնում որպես հիմք։ Մի խոսքով դա կարևոր է, բայց ոչ այնքան։ Այո, կարող ենք այսպես։ Եթե ինչ-որ սպეციფიկ հետաքրքրություն կա, հնարավոր է դա իրականացնել։ Այո, բայց ոչ մեր երկրում։ Իդեպ հետաքրքիր է, որ խոսեցիք ընդհանուր հետաքրքրության ու հետաքրքրվածության մասին, երևի սա շատ սուբյեկտիվ կարծիք է, բայց հաշվի առնելով մեր դիրքը եւ հաշվի առնելով նաեւ Ծաղկաձորի դիրքը, ես որ 1900 մետր է հասնում կարծեմ ծովի մակարդակից, եթե չեմ սխալվում կոնկրետ թվերի մեջ, ես միշտ համարել եմ, որ Հայաստանը կարող էր տալ շատ լավ վազորդներ երկար դիստանցիաների, բայց ցավոք համակարգը չի աջակցում դրան եւ նաեւ մեր սննդային վարքը։ Կարծում եմ համակարգի մասով երևի կդժվարանանք ինչ-որ բաներ ասել, բայց սննդային վարքի մասին հաստատ կկարողանանք խոսել, որովհետեւ դա նաեւ ուղիղ կապ ունի խոլեստերինի հետ, որը եթե չեմ սխալվում, կրկին շատ կարեւոր երևույթ է։
Սինա ջան, համակարգի մասով ակնհայտ է, որ չի գործում կամ շատ թերի է գործում։ Գործում է այլ սպորտաձևերում։ Միգուցե, այո, Ըմբշամարտ, այո, խոսքը ծանրամարտ, վազքի ընտիր գործում վազքի են, բայց այո, մասին, այո, վազքը մի տեսակ չենք աջակցում ցավոք, բայց ելի եմ ասում, ես շատ եմ ցավում, որովհետև նույն Ծաղկաձորի դիրքը եւ որ ԽՍՀՄ-ում անգամ այնտեղ օլիմպիական հավաքներ են տեղի ունեցել, որովհետև մասնակ պատրաստվելիս են եղել Մեխիկոյի օլիմպիական խաղերին, որը որ կրկին ծովի մակերևույթից բավականին բարձր է գտնվում, կարծում եմ, որ իրոք կարող էինք այդ առիթից օգտվել, բայց ցավոք ունենք այն ինչ ունենք։ այո, Վերադառնանք խոլեստերինին։ սննդային վարքին, այո, տեսեք, առհասարակ սնունդը օգտագործվող պետք է լինի բալանսավորված, հաճախ է խոսում այս մասն, այսինքն պետք է չպետք է բացառել որևէ սննդատեսակ, այլ պետք է օգտագործել չափավոր։ Ինչ վերաբերում է, եթե խոսենք սրտին վերադառնանք, սրտի սիրտանոթային համակարգի թիվ 1 թշնամիներից, հա, սննդային վարքի խանգարման պարագայում դա խոլեստերինի բարձր պարունակությունն է։ Բայց այստեղ պետք է շտապեմ նշել, որ սննդի հետ պայմանավորված է խոլեստերինի բարձր մակարդակը ընդամենը 20%-ով։ Եվ ավելի հաճախ մենք կարող ենք ունենալ նույն օլիմպիական փոխ-չեմպիոններ կամ աշխարհի չեմպիոններ կամ առհասարակ պրոֆեսիոնալ սպորտսմեններ, ովքեր մարմնի վրա չունեն ճարպ, այսինքն վիզուալ, բայց ունեն խոլեստերինի շատ բարձր պարունակություն արյան մեջ, եւ այստեղ խոլեստերինը արտադրում է մեր լյարդի կողմից եւ սնունդը ընդհանրապես կապ չունի։ Նաեւ կա տեսակ, որը կոչվում է ընտանեկան հիպերխոլեստերինեմիա, երբ որ դա ժառանգական բնույթ ունի եւ անգամ երեխաները ունենում են խոլեստերինի բարձր պարունակություն արյան մեջ։ Եթե կա խոլեստերինի բարձր քանակ արյան մեջ, սա համարվում է առանձին ռիսկի գործոն առաջիկա 10 տարիներին սրտանոթային պատահար ունենալու համար։ Եվ այստեղ, եթե մեր անհատը ունի կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, սննդային վարքը նորմալ է, բայց կա խոլեստերինի բարձր քանակ արյան մեջ, այստեղ միակ տարբերակը ցավոք դա ստատինների, այսինքն հակախոլեստերինային պրեպարատների ընդունումն է, որպեսզի չունենանք, բացառենք կամ նվազագույնի հասցնենք հնարավոր սրտանոթային պատահարները։ Եվ այստեղ կցանկանայի նշել, որ խոլեստերինի մասով մարդիկ կան, ովքեր նշում են, որ ես չեմ ցանկանում ընդունել ստատիններ, որովհետև նրանք լյարդն են վնասում կամ ունեն այլ կողմնակի էֆեկտներ։ Նշեմ, որ այդ վերջերս կատարված հետազոտություններով հաստատվել է, որ մեծամասնությունը այդ երևույթների կապված չեն ստատինների հետ եւ ստատինների ընդունումը հավաստի կերպով նվազեցնում է սրտային պատահարների քանակը։ Եվ եթե դիտարկենք երկու բուժառուներ, օրինակ, ովքեր ունեն խոլեստերինի բարձր մակարդակ, մեկը որոշում է խոլեստերին չընդունել, իսկ մյուսը համաձայնվում է հակախոլեստերինային պրեպարատների ընդունմանը։ Բուժառուն, ով չի ընդունում հակախոլեստերինային պրեպարատ, կարող է տարիներ չունենալ սրտային պատահարներ, որովհետև խոլեստերինի քանակի բարձրացումը որևէ կերպ գանգատ չի առաջացնում բուժառուի մոտ, այսինքն նա չի կարող զգալ, որ ունի խոլեստերինի քանակի բարձրացում։ Եվ մի օր ունենում է տրոմբոեմբոլիկ բարդություն, այսինքն ավարտվում է ինֆարկտով կամ ինսուլտով։ Ցավոք, եթե դա դիտարկենք բուժառուի մոտ առաջացավ սրտամկանի ինֆարկտ, այդ պահից սկսած, քանի որ ունեցել է սրտային պատահար, բուժառուն ընդունում է ստատինը առավելագույն դոզայով եւ ընդունում է ամբողջ կյանքի ընթացքում, որովհետեւ լաբորատոր նորմաները, որոնք մենք տեսնում ենք, արդեն այդ մարդու նորմաները չեն, որովհետեւ նա ունեցել է սրտային պատահար եւ նա ստիպված է ամբողջ կյանքի ընթացքում օգտագործել ամենաբարձր դոզայով։ Եթե դիտարկենք մյուս բուժառուին, ում մոտ ախտորոշել ենք եւ դեռ չկան սրտանոթային պատահարներ, մենք կարող ենք նշանակել միջին դոզայով ստատին եւ դիտարկելով 6-ից 8 շաբաթ անց, կրկին հանձնելով անալիզ, իջեցնել մինչև հնարավոր տաների այն փոքր դոզան, որը կպահի լաբորատոր նորմայի սահմաններում, քանի որ նա դեռ չունի սրտային պատահարներ։ Եվ այս պարագայում եւ չենք ունենում սրտանոթային պատահարներ եւ բուժառուն չի ընդունում գերբարձր դոզաներով ստատիններ, որոնց դեպքում իհարկե երբեմն կարող են որոշակի կողմնակի երևույթներ արտահայտվել։ Դրա համար նաև սա առիթ է, որ մեր լսարանը, ովքեր որ դիտում են, եթե կա խոլեստերինի բարձր պարունակություն, չվախենան ստատինների, այսինքն հակախոլեստերինային պրեպարատների ընդունումից, որովհետև նրանք հավաստի կերպով իջեցնում են հնարավոր սրտային պատահարի հավանականությունը եւ մենք իրավունք ունենք, ճակերտավոր ասած, իջեցնել մինչև հնարավոր տանելի ամենափոքր դոզան, որը որևէ կերպ չի անդրադառնում առողջության վրա եւ բուժառուն չի էլ կարող զգալ կողմնակերույթներ։ Իսկ համեմատության մեջ չխմելու պարագայում սրտանոթային պատահարը, եթե լավագույն դեպքում հաշմանդամության կարող է չբերել, բայց ցավոք լինում են դեպքեր, երբ սրտամկանի ինֆարկտը կարող է հենց ավարտվել մահվան ելքով։ Վերադառնանք 20%-ին Ահա, սնունդի ամեն այո։ դեպքում։ Որոնք են այն
մթերքները, որոնք որ օգտակար չեն եւ վնասակար են։ Տեսեք, եթե խոսենք մթերքների մասին, ամենաառաջինը դա յուղոտ ճարպոտ սննդի ընդունումն է, օգտագործումն է մեծ քանակներով, որոնք իհարկե վերածվում են խոլեստերինի եւ բարձրացնում են հավանականություն ունենալ եւ խոլեստերինի բարձր պարունակություն եւ վերում են ինչպես ամբողջ օրգանիզմի ճարպակալման, այնպես էլ վտանգավոր աբդոմինալ ճարպակալման, որը եւս հավաստի կերպով բարձրացնում է սրտային մահացության ռիսկը։ Ինչպես սկզբում նշեցինք քիչ առաջ, պետք է սնվել բալանսավորված, այսինքն այդ նույն յուղերը, ճարպերը կարող են եւ պետք են օգտագործել, որովհետեւ օրինակ լավ խոլեստերինը եւս կա այդ նույն կարագի մեջ եւ սննդաբանները իհարկե խորհուրդ են տալիս օգտագործել ոչ թե կարագը, այլ օգտագործել այն այսպես կոչված հալած յուղի տեսքով, որը պատրաստման տեխնիկա ունի, այդ կարագը հալեցնելու հատուկ ձևեր կան, որից հետո հավաքում են վրայի ավելորդ մասաները եւ այդ հալած յուղը օգտագործում են, որը քիչ աթերոգեն է եւ հակառակը ունի դրական ազդեցություն։ Իսկ ինչ վերաբերում օրինակ քաղցրավենիքին, այդ սպրեդներ կոչվածներին կամ արևածաղկի ձեթին, դրանք իհարկե բարձր աթերոգենություն ունեն եւ բնականաբար եթե հնարավոր չէ ռացիոնից հանել, գոնե անհամեմատ կերպով պետք է քչացնել դրանց օգտագործումը եւ իհարկե, ինչպես բնության մեջ էներգիան որևէ տեղ չի կորչում եւ եթե մարդը օգտագործում է նորմայից չափից ավելի սնունդ, չափից շատ կալորիաներ, այդ կալորիաները պետք է վերածվեն ճարպի, այլ տարբերակ չկա եւ կապ չունի այստեղ մենք օգտագործել ենք ավելի շատ պարզ ածխաջրեր, թե դրանք վերափոխվել են մեր օգտագործած արդեն ճարպերից, ընդհանրապես եթե ունի բուժարուն անհատը որոշակի սննդային վարքի խանգարում, պետք է իր ռացիոն մտցնի ֆիզիկական ակտիվությունը, որը կարող է որոշակիորեն օգնել բալանսավորելու այս կալորիաների դեֆիցիտը կամ կալորիաները գոնե նորմայի մեջ պահելու, որպեսզի քաշը չավելացնենք։ Իդեպ, քանի որ վազքից խոսեցինք եւ սննդից խոսեցինք, մի հետաքրքիր փաստ հիշեցի գրքից, որ կոչվում է Born to Run, տարահումարացեղերի մասին է խոսքը եւ այնտեղ ինչ որ կոնկրետ մի գյուղի էին անդրադառնում, որտեղ որ ճանապարհներ չկային, իրենք շատ բնական կերպ էին սնվում եւ այդ processed, այսպես ասած, սնունդները չէին օգտագործում, շաքարավազի հասանելիություն չունեին եւ բնականաբար տարածություններն շատ մեծ էին եւ իրենք կամ վազում կամ քայլում էին ագետից բեկետ հասնելու համար, բայց երբ ավելի մեծ քաղաքի հետ ճանապարհ է ստեղծվել ու իրենք լավ վազորդներ էին, բայց երբ քաղաքներից մեկի հետ ճանապարհ է ստեղծվել եւ այդ գյուղը, այսպես ասած, կապվել է քաղաքին, մեծ մասը բնակիչների կորցրել են իրենց վազքի ունակությունը, որովհետեւ նախ ավելի նստակյաց կյանքի են անցել եւ հետո ունեցել են հասանելիություն ոչ բալանսավորված, այսպես ասած, սննդակարգի, երևի դրանից է ավելի շատ ձևավորվել են միտքը ինձ մոտ, որ Հայաստանում կարող էին ծնվել լավ մարզիկներ, իհարկե կարող են, վազորդներ։ որովհետև լեռնային ժողովուրդը առհասարակ ավելի մտածող են եւ ավելի իմաստուն կարելի ասել, որովհետև երբ դու ապրում ես լեռներում կամ անտառում, դու չգիտես թե օրինակ ծառի հետևից կամ ժայռի հետևից ինչ կենդանի կհանդիպի քեզ եւ դու պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշել։ Եթե խոսում ենք հարթավայրի մասին, Հիմա ես կասեմ, խնդրեմ ավարտեք։ հարթավայրերի դեպքում ավելի մտավոր ունակությունները ավելի թեթև են, որովհետև դաշտավայրը եւ դու տեսնում ես թե դիմացից ինչ կենդանի կարող է գալ եւ նաեւ մեր դասախոսներից մեկը նաեւ նշում էր որ օրինակ եթե մենք մեր տարածաշրջանը դիտարկենք ավելի շատ օրինակ լեռնային ժողովուրդներ օրինակ Արցախի շրջանը կամ Սյունիքի ավելի շատ տվել են ռազմական մտածողությամբ մարդիկ կամ իսկ օրինակ եթե ավելի շատ դաշտավայրային մասով մտածենք ավելի շատ արվեստի մարդիկ են ավելի հաճախ ծնվում էլի այնպես որ այս տարբերակումը եւս կա բայց եթե գլոբալ վերցնենք քանի որ մեր երկիրը մեծ չէ ցավոք ապա մենք համարվում ենք ինտելեկտուալ առումով ավելի բարձր դասի մարդիկ Իսկ ինչի ծիծաղեցի քիչ առաջ, երբ խոսում էիք ինչ որ անհասկանալի իրավիճակներից եւ ինչ-որ դեպքերից, որ ծառի հետևից կարող է ինչ-որ մի բան դուրս գա, մի անգամ Ծիծեռնակաբերդում վազելիս փորձում էի պահել zone 2, իդեպ սրանց այդ զոնաներին հիմա մենք եւս կանդրադառնանք, գեղեցիկ անցում կլինի կարծում եմ, որ մոտավորապես սրտիս աշխատանքը փորձում եմ այնպես անել 130-ի սահմաններում լինել, լավ մաքսիմում 140 եւ այդ Ծիծեռնակաբերդի այգիներով, անտառներով վազում եմ եւ
շատ անսպասելի կերպով դիմացս դուրս եկավ այգեպանը եւ այդ պահին ես չգիտեի այգեպանն է թե արջա թե ինչա ու ես հիմնականում երբ վազում եմ ու երբ նպատակ ունեմ այդ զոնան պահելու միշտ ժամացույցս պահում եմ հենց այդ սրտի աշխատանքի տաբլոյի վրա այսպես ասած ու դրանից հետո սենց նայում եմ ժամացույցից տեսնեմ այդ 130-ը ընդամենը մի 15 վայրկյանում բարձրացավ մոտ 170-ի շեմի մոտ Դե այո, որովհետև ստրես հորմոնները բնականաբար արտադրվեցին եւ շատ ծանոթ իրավիճակ էր ձեր նկարագրածը ստրես հորմոնները, այո, ստրեսին եւս կանդրադառնանք, բայց սկսենք զոնաներից։ Ահա։ Էլի տերմինը շատ ավելի տարածված է ֆիթնես միջավայրում եւ հատկապես վազորդների շրջանում, որովհետեւ իրենք փորձում են ավելի հետեւողական լինել այդ զոնաներին։ Կարծեմ անգամ կան թվեր, որ խորհուրդ է տրվում, օրինակ շաբաթվա կտրվածքով այս զոնայի մեջ լինել այսքան րոպե, զոն 5-ում ավելի բարձր շեմին մոտ լինել ավելի պակաս, բայց դա եւս շատ կարեւոր է։ Խնդրեմ էլի մի քիչ անդրադառնանք այս ամենին, ինչքանով է կարեւոր, ինչու է պետք է տևել, ինչպես է անդրադառնում զոնաների այդ կարդիո աշխատանքները սրտի վրա եւ բարձր հարվածներն այսպես ասած դուք այնքան սիրուն տերմիններ եք ասում, բայց քանի որ այդ տերմիններն իմ առօրյայում չեն, ես փորձում եմ ասես առօրյա խոսակցական ձևով այդ ամենը։ Իհարկե, դա ավելի ճիշտ է, որովհետև մեր լսարանը եւս պետք է կարողանա, որովհետև բժշկական տերմինները հասանելի են բժշկական։ Դուք բժշկական հասանելի տերմիններ եք ասում, բայց ես չեմ հասնում դրանք ֆիքսել ու հիշել, դրա համար փորձում եմ չոր տակից դուրս գալ ինչպես որ հնարավոր է, ամեն դեպքում մենք իրար հասկացանք, կարծում եմ ունկնդիրը եւս անդրադառնանք զոնաներին։ Իսկ այս զոնաները շեմերին, այսպես ասած, սրտի աշխատանքի։ Սրանք ինչպես նշեցիք, ավելի շատ կիրառում է ֆիթնես ինդուստրիայում, ֆիթնես ոլորտում եւ բժշկության մեջ ավելի քիչ կամ կարող է կիրառվել սպորտային բժշկության մեջ, այսինքն ավելի լավ մեկնաբանություն կարող են տալ սպորտային բժիշկները, ամեն դեպքում, եթե թեթև անդրադառնանք եւ համընդհանուր կերպով, այդ զոնաները նշում են, ցույց են տալիս կամ օգնում են մարդուն ունենալ առողջ սիրտանոթային համակարգ եւ առողջ օրգանիզմ, կախված ֆիզիկական ակտիվությունից, օրինակ կես ժամվա ընթացքում կամ առավելագույնը 1 ժամվա ընթացքում եւ պետք է ձեր ասացի պես, ինչպես նշեցիք, պահել սրտի կծկման հաճախությունը տվյալ զոնայում եւ յուրաքանչյուր զոնան աստիճանակարգը, որոշվում է ըստ ֆիզիկական ակտիվության։ Օրինակ առաջին զոն 1-ը դա համապատասխանում է օրինակ առօրյա թեթև, շատ թեթև, այսինքն քայլք, բայց ոչ վազք կամ արագ քայլքին կարող է համապատասխանել, որի դեպքում ավելի շատ մենք ունենում ենք ընդհանուր ֆիզիկական ակտիվություն, որը կարող են պահել երկարաժամկետ, այսինքն 1 ժամ, ժամ ու կես հնարավոր է այդպես եւ դա երկարաժամկետ պերիոդում փուլում կարող է բերել սրտանոթային հիվանդությունների նվազեցմանը, որովհետև դա կանոնավոր ֆիզիկական ակտիվություն է համարում, նաև ակտիվ քայլքը եւ շատ կարեւոր է սրտանոթային համակարգի համար։ Եթե զոն 2-ին անդրադառնանք, այս պարագայում արդեն մի փոքր ավելի ակտիվ ֆիզիկական վարժություններ են այստեղ, որտեղ ավելի շատ ակտիվանում է անաերոբ գլիկոլիզը եւ ավելի շատ շնչառական ավելի հաճախաշնչություն ենք ունենում, ֆիզիկական ակտիվության ժամանակ, որն էլ կարող է բերել կրկին ճարպայրմանը։ Իդեպ չափելու համար, որպես նաև ֆիթնեսից մեկը, ասեմ, որ այստեղ հիմնականում ասում են, որ եթե անգամ չունես գadget, բայց ուզում ես չափես զոնթուն, դա ֆիզիկական ակտիվությունն է, որի ընթացքում կարող ես խոսել։ Խոսել, այո, եւ հեվոց չունենալ, շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Իսկ օրինակ արդեն ամենաբարձրագույն աստիճանը 5-րդ, մինչև 5-րդներ կարծեմ, այստեղ արդեն դա ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվություն է, որը կրկնում եմ բոլորին հասանելի չէ եւ պետք է հասնել այս ցուցանիշին ամիսներ պարապելուց հետո միայն եւ խորհուրդ չի տրվում 1-2 կամ 1-2 շաբաթ պարապելուց հետո փորձել հասնել այս զոն 5-ին եւ այստեղ նաեւ ինչպես ճիշտ նշեցիք, որ պետք է լինել ավելի կարճատև, որովհետեւ այն մեծ քանակությամբ էներգիա է պահանջում եւ որն էլ արտահայտվում է եւ բարձր սրտի կծկման հաճախությամբ եւ նաեւ ամբողջ օրգան համակարգերն է աշխատում այսպես կոչված ստրեսային ռեժիմում եւ այստեղ երկար պահելը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Հակառակ էֆեկտ։ Լավ խոսք, որից որ կարելի է կպնել եւ շարունակել մեկ այլ թեմա։ Կան մարդիկ, որոնց ընդհանրապես հակացուցված է ֆիզիկական աշխատանքը, որովհետեւ իրենք ունեն կամ ունեցել են որոշակի սրտանոթային հիվանդություններ ու խնդիրներ եւ իրենց համար ցուցված է միայն ենթադրենք նստակյաց կյանք։ Կան նման։
Տեսեք, եթե դեպքում։ մարդը անհատը ունի տարել է սրտային պատահարներ եւ ունի սրտային անբավարարություն, խոսքը 4-րդ ֆունկցիոնալ դասի մասն է կամ 3-4-րդ ֆունկցիոնալ դասը, եթե այդպես փորձեմ ավելի հեշտ բացատրել, առաջին ֆունկցիոնալ դասը դա երբ որ բուժառուն կարողանում է կատարել թեթև ֆիզիկական ակտիվություն, երկրորդը միջին, այսինքն մինչև 3-րդ հարկ կարող է բարձրանալ առանց հեվոցի, երրորդ ֆունկցիոնալ դասը երկրորդ հարկում արդեն բուժառուի մոտ առաջանում է հեվոց, եթե աստիճաններով բացատրենք, իսկ 4-րդ աստիճանի սրտային անբավարարության դեպքում բուժառուի մոտ ինքնասպասարկումը արդեն դժվարացած է եւ այստեղ ամենանվազագույն ֆիզիկական ակտիվությունը ուղեկցվում է հեվոցով, շնչհարգելությամբ եւ հետքրծոսկրային շրջանում ցավերով։ Կան իհարկե խմբեր, որոնց հակացուցված է ֆիզիկական ակտիվությունը, այստեղ կարող ենք նշել նույն 4-րդ աստիճանի ֆունկցիոնալ դասի սրտային անբավարարությունը կամ բուժառուները, ովքեր ունեն ռիթմի կամ հաղորդականության այնպիսի խանգարումներ, որոնց դեպքում բժիշկը արդեն նշում է, որ հակացուցված է կատարել ֆիզիկական ակտիվություն, որովհետև ցանկացած ֆիզիկական ակտիվություն բերում է մեր նշած ստրես հորմոնների արտադրության, իսկ այդ ստրես հորմոնները կարող են ունենալ այսպես կոչված պրոարիթմիկ էֆեկտ, այսինքն կարող են սադրել տվյալ ռիթմի խանգարումը, որը կա բուժառուի մոտ։ Իհարկե, ներկա ժամանակակից բժշկագիտության պայմաններում մենք ունենք օրինակ ռիթմավար սարքեր սրտի, որոնք տեղադրվում են այս կամ այն ռիթմի կամ հաղորդականության խանգարման դեպքում, որի պարագայում, եթե արդեն տեղադրվել է սարքը, բուժառուն կարող է ունենալ ֆիզիկական ակտիվություն, եթե չունի դրան զուգահեռ սրտային անբավարարություն։ Եթե կա սրտային անբավարարություն, կա ավելորդ քաշ, տարած սրտամկանի ինֆարկտ, որը դեկոմպենսացիայի փուլում է կամ վաղ ժամկետի ինֆարկտ, այսինքն 1.5-ից մինչև 2 ամիս ընկած ժամանակահատվածում ֆիզիկական ակտիվություն ունենալ չի կարելի։ Թեթև ֆիզիկական ակտիվությունը իհարկե քայլքը դա խրախուսվում է, բայց Ես էլ ավելի էի դա ակտիվ, ուզում նշել, այո, օրինակ լող, որ շատ թեթև տեմպով քայլ, գուցե լողը յոգա կամ հեծանիվ։ դա խորհուրդ կտրվի, եթե խոսքը ստենտավորման մասին է կամ ինֆարկտ տարած բուժառուների մասին, որովհետև ստենտավորումն ու ինֆարկտ տանելը իրարից տարբերվում են, մարդը կարող է ժամանակին ախտորոշվի, որ ունի նեղացած անոթ, որը կարող է մոտ ժամանակներում բերել սրտամկանի ինֆարկտի եւ եթե այս պարագայում ստենտավորվել է 2 շաբաթ անց արդեն կարելի է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, բայց եթե այն դրան նախորդել է ստենտավորմանը նախորդել է ինֆարկտը, այս պարագայում ցանկալի է սպասել 2 ամիս եւ հետո նոր բժիշկը ֆիթնես մարզիչի հետ համատեղ պետք է մշակեն այդ վարժությունների պլանը, այսինքն ֆիզիկական ակտիվության քանակը, թե ինչքան է թույլատրելի, նոր արդեն ըստ այդ թվերի մարզիչը կորոշի, թե կոնկրետ որ տեսակն է ընտրում տվյալ անհատի Բուժառուի համար։ համար, Այո, եւ այստեղ նաեւ նշեմ, որ եթե մարդը իր ամբողջ կյանքում չի ունեցել ֆիզիկական ակտիվություն եւ սրտային պատահարից հետո միանգամից ցանկանում է անցնել ֆիթնես առօրյայի, սա եւս մի փոքր ընդունելի չէ, ամեն ինչ պետք է անել աստիճանաբար եւ կրկնում եմ մարզիչի հետ համատեղ, որովհետեւ մեր մշակույթի մեջ մի փոքր ընդունված չէ լսել մարզիչին կամ ֆիթնես ակտիվությունը պատկերացնում են միայն մարզասրահ գնալով, բայց այստեղ շատ կարևոր դեր ունի պրոֆեսիոնալ մարզիչը, որը պետք է ճիշտ եւ ուղղորդի։ համակարգված ուղղորդի եւ բնականաբար ակտիվության շեմը աստիճանաբար բարձրացնի, որպեսզի դա չբերի լուրջ բարդությունների։ Եվ այստեղ նաեւ նշեմ, եթե կա ավելորդ քաշ օրինակ, ավելորդ քաշի պարագայում եւս չի կարելի վարությունների տեսակներ կա, որոնք չի կարելի անել, օրինակ վազքը, որովհետև այն կարող է վնասել նույն հոդային համակարգը եւ բերել ցավային ազդակների, այսինքն եւ բնականաբար 1-2 պարապմունքից հետո մարդը կարող է ասել ունեմ ցավ եւ այլևս չեմ ցանկանում գնալ։ Դրա համար եթե մարդը որոշում է անցնել առողջ ապրելակերպի, դա միանշանակ գովելի է, բայց այստեղ պետք է աշխատել մի քանի ուղղությամբ։ Եվ պետք է իր ուղղորդումները տա վարող բժիշկը եւ պետք է կարգավորել սննդակարգը, դարձնել այն բալանսավորված, որոշ սննդատեսակներ հանել, օրինակ պարզածխաջրերը, որոնք ամենա արդին, որը բոլորի սեղաններին կա, դա մեր հացն է, որը օգտագործում ենք, որը պարզածխաջրի ամենապարզ տեսակն է, որը ցավոք ունի բարձր կալորիականություն, իսկ մենք հայերս այսպես կոչված հացակեր ժողովուրդ ենք եւ ասում ենք, որ ես չեմ կարող կշտանալ, եթե օրինակ ընթրիքը լինի առանց հացի, բայց սա ընդհանրապես սովորության հարց է եւ եթե մարդը 2 շաբաթ չօգտագործի հաց ռացիոնում կամ օգտագործի փոքր քանակներով, ապա նա կարող է սովորել եւ այս պարզ ածխաջուրը հանելով կունենանք քաշի ավելի արագ
իջեցում, քան առանց դրա։ Եվ բնականաբար այստեղ նաև մտնում են այդ գազավորված ըմպելիքները, որոնք պարունակում են շաքարի շատ բարձր պարունակություն, օրինակ 1/1 բաժակը հնարավոր է պարունակի մինչև 14-15 գթալ շաքարավազ, որը մարսելու համար օրգանիզմը ստրեսային տիտանական ջանքեր պետք է գործադրի, եւ եթե նայենք, որ բուժառուն արդեն ունի սրտային խնդիր, պատահար եւ օրգանիզմը պետք է վերականգնվի, եւ մյուս կողմից այս սննդային ստրեսը օրգանիզմի համար կարող է ավելի վատթարացնել բուժառուի վիճակը եւ կարող է բերել նոր սրտանոթային պատահարների։ Այնպես որ եթե կա պատահարից հետո եւ բուժող բժշկի եւ մարզիչի հետ միասին համատեղ պետք է կազմվի պլանը, ըստ որի կարող ենք գոնե մոտեցնել առողջ ապրելակերպի ամենանվազագույն սահմաններին։ Մի քանի կետեր եմ ինձ համար առանձնացրել, հիմա փորձեմ հերթով սենց անդրադառնամ շարունակելով մեր խոսակցությունը, նախ հացի մասին բոլորովին վերջերս այդ նույն թեմային ես ինքս անդրադարձա, հիշելով 90-ականների մանկությունը, երբ հատկապես տատիկս ինձ ասում էր հացով կեր, որ կշտանաս։ Այո։ Բայց ես մտածեցի, իհարկե ես երեխաներ չունեմ ու չգիտեմ կոնկրետ երեխաները ինչպես են սնվում, ամեն դեպքում մտածում եմ, որ երբեմն երեխաները ինտուիտիվ շատ ավելի ճիշտ են սնվում, քան մենք իրենց փորձում ենք սնել, որովհետև եթե ես ուտում եմ սեղանին այն ինչ կա եւ չեմ ուզում ավելացնել հաց դրան, ես կկշտանամ ամեն դեպքում։ Այո։ Մեկը դա, մյուսը էլի երեխաների հետ կապված նշեցիք սրտային անբավարարություն, հանրապետության շատ հայտնի սրտաբաններից մեկի աղջիկը, հետո ձեզ կասեմ ում աղջիկը, ով համատեղելիության կարգով նաև իմ սանն էր, ես նաև մենթալ թվաբանություն եմ դասավանդում, մի օր եկավ ու սենց շատ հուզված 7-8 տարեկան կարծեմ, ասեց պապիկս լավ չի զգում իրեն, ասեց ինչ ա եղել, ասեց պապիկիս մոտ անսրտային բավարարություն է։ Այո։ Ու ես խորացա այդ թեմայի վրա, հասկացա, որ իրականում ճիշտ է, դա մանկական ինչ-որ լեզվի սայթակում էր, բայց ցավոք այսօր մեր իրականության մեջ ոչ բժշկական տեսանկյունից, բայց անսրտային բավարարություն համատարած տիրում է եւ պետքա դրա դեմ եւս պայքարել։ Այո։ Եվ դա էլ հաճախակի երևի թե բխում է ստրեսից, որովհետեւ կարծում եմ երջանիկ մարդը անսիրտ չի կարող լինել։ Այո։ Իսկ ինչպես պայքարենք ստրեսի դեմ, որից որ եւս շատ խնդիրներ են բխում, անգամ կոտրված սրտի սինդրոմ, որը որ ուղղակի տերմին չէ, այլ Այո։ հենց ֆիզիոլոգիական բացատրություն ունի իր։ Փորձեմ Ստրեսից սկզբից խոսենք, գալ։ այո։ Տենա ջան, ուրեմն ինչպես նշեցիք, 90-ականներին դա մեր բոլորի կյանքն էր այդպես եւ այո, այդ ժամանակ իրավիճակն էր այնպեսին, որ տատիկը շատ ճիշտ է ասել, որ պետք է հացով ուտել, որպեսզի կարողանայինք կշտանալ, որովհետեւ կարող էր երեկոյան հացը չլինել, հա։ Այստեղ իհարկե մի փոքր տխուր հատված է, բայց իհարկե այդ պարագայում բնականաբար, երբ որ չկա օրինակ սպիտակուցային սննդի նորմալ քանակ, այսինքն երբ որ մարդը չի կարող իրեն թույլ տալ կաթնամթերքի օգտագործում ամեն օր կամ մսամթերքի, բնականաբար այստեղ մենք պետք է լրացնենք մեր էներգիայի պաշարները հացի ընդունումով, որը պարզաթխաջուր է եւ կարող է բավարարել մեզ առօրյայում եւ տալ էներգիա։ Եվ ինչ վերաբերում է ստրեսին, ստրեսը համարվում է ցանկացած հիվանդության պաթոգենեզի հիմքը։ Այսինքն բոլոր հիվանդությունները ունեն ստրեսային հիմք եւ երբ որ մարդը ստրեսակայուն է եւ կարողանում է կառավարել իր էմոցիաները, իսկ դա կառավարը իհարկե որոշակիորեն դժվար է, բայց նաեւ որոշակիորեն հեշտ, որովհետեւ դա մեր ընտրությունն է, անդրադառնալ այս կամ այն թեմային, թե դա նայել ակնոցի, հա, արանքով եւ անցնել առաջ։ Եվ այս տեսանկյունից իհարկե, քանի որ մեր օրերում ստրեսայնությունը բավականին բարձր է, նաև բարձր է սրտանոթային պատահարները եւ սրտանոթային մահացությունը առաջին տեղում է, ինչպես ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, կարծեմ մահերի 60%-ը հենց լինում են կապված են սրտանոթային համակարգի հետ եւ լինում են հենց սրտային պատահարներն են լինում մահվան հիմնական պատճառը։ Եվ հարցի մեջ Կոտրված սիրտը։ կոտրված սրտի համախտանիշը դա շատ հետաքրքիր պաթոլոգիա է, կոչվում է նաև տակացուբոյի կարդիոմիոպաթիա, որի ժամանակ շատ հետաքրքիր է, որ մարդը չունենալով օրգանական խնդիր, այսինքն երբ որ խոսում ենք օրինակ սրտամկանի ինֆարկտի մասին, այս բaragայում մենք պետք է ունենանք կամ նեղացած անոթ, սիրտը սնուցող անոթի աթերոսկլերոտիկ նեղացում, որը
փակվել է տվյալ պահին տրոմբոէմբոլիայի հետևանքով կամ ինչ-որ մեկ այլ պատճառով չկա այդ նեղացումը, բայց տրոմբոէմբոլիան փակել է անոթը եւ սա բերել է սրտամկանի ինֆարկտի։ Եվ մենք ունենում ենք սրտային կարդիոսպეციფիկ սպիտակուցների քանակի բարձրացում արյան մեջ, խոսքը տրոպոնին սպիտակուցի մասն է, որը խոսում է, որ արդեն կա վնասված սրտամկան, եւ կամ էլեկտրասրտագրի վրա ունենում ենք մասնագիտական տերմինաբանությամբ ասած ST հատվածի էլևացիա, որը EKG-ի վրա մի հատվածի փոփոխությունն է սպეციფիկ, որը խոսում է այն մասին, որ կա սնուցման կոպիտ խանգարում կամ սրտամկանի ինֆարկտ։ Տակացուբոյի կարդիոմիոպաթիայի ժամանակ ստրեսը դա խոսքը հուզական շատ մեծ ստրեսի մասին է, որը ոչ թե քրոնիկ ստրեսն է այստեղ, այլ հանկարծահաս առաջացած ստրեսը բերում է նույն կարդիոսպეციფիկ սպիտակուցների քանակի բարձրացման, նույն ST էլևացիայի, բայց երբ որ մենք իրականացնում ենք հետազոտությունը, վիզուալիզացնելով սիրտը սնուցող անոթներ, օրինակ կորոնար անգիոգրաֆիա ենք կատարում կամ սիրտը սնուցող անոթների կատե անգիոգրաֆիա, մենք այստեղ նեղացումներ չենք տեսնում եւ այստեղ պատճառը այդ գերէմոցիոնալ վիճակն է եւ ծանր ստրեսը, որը առաջացնում է օրգանիզմում հորմոնալ որոշակի տեղաշարժեր, որոնք բերում են սրտամկանի վնասման։ Իհարկե սա դարձելի է, եղել են դեպքեր, որոնք ավարտվել են մահվան ելքով, բայց որպես կանոն այն դարձելի է, երբ որ մենք վերացնում ենք ստրեսի պատճառը կամ մարդը արդեն սկսում է հարմարվել այդ իրավիճակին, երևույթները եւս սկսում են մեղմանալ եւ իհարկե անցնել եւ կարծեմ տակացուբոյի կարդիոմիոպաթիային երկու տարի առաջ երևի թե իմ էջում անդրադարձել էի այդ կարդիոմիոպաթիային, որը շատ հետաքրքիր եւ մարդկանց համար էլ բավականին հետաքրքիր էր, լավ միտք է վերանայելու եւ նորից այդ թեմայի մասին խոսելու։ Սրտի մասին շատ երկար կարելի է խոսել եւ ես էլ ճիշտն ասած ցանկացած թեմայի անդրադառնալիս փորձում եմ որոշակի ավելի խորը ինչ-որ գիտելիք ունենալ մինչև այդ թեմային կանդրադառնանք, բայց պարզապես հենց սկսեցի սրտին անդրադառնալ եւ կարդալ սրտի մասին, հասկացա, որ եթե ես շարունակեմ, ես այսօր այստեղ նստած չէի լինի, որովհետեւ դեռ ուսումնասիրելիս կլինեի, այտենց անverջ կարելի է միայն փաստերը երևի ժամուկես կարելի է սրտի մասին ինչ-որ փաստեր նշել, թե կենթանական աշխարհի, թե մարդկանց սրտին, բայց քանի որ թեման շատ ծավալուն է, մենք ձեզ որպես անհատի չանդրադարձանք եւ կարծում եմ շատ հետաքրքիր կլինի թե ինձ թե նաեւ ունկնդրին հասկանալ թե դուք որպես բժիշկ եւ որպես անհատ ինչպես եք խնամում ձեր սիրտը։ Գիտեմ, որ մարզվում եք, Այո, վստահ եմ հետևում եք նաեւ սննդակարգին եւ ստրեսը կարգավորելու ինչ միջոցների եք դիմում, որովհետեւ հաստատ ամենաստրես-ֆրի ոլորտում չեք։ այո։ Տեսեք, իհարկե սպորտը դա շատ կարևոր է, ֆիզիկական ակտիվությունը, որը օգնում է ոչ միայն առողջ լինելուն, այլ առաջինը օգնում է մեր մտավոր առողջությանը, որովհետև եթե պարզ բացատրենք, դու օրվա ընթացքում, երբ որ քո էներգիան դուրս ես բերում այդ երկաթների հետ կռիվ տալով կամ ծանրություն բարձրացնելով, դու այլևս հանգիստ ես մտավոր իմաստով եւ այն քեզ օգնում է ավելի հանգիստ կայացնել որոշումներ, լինել ավելի ստրեսակայուն, չնյարդայնանալ առօրյայում կատարվող շատ ու շատ իրավիճակներում, որոնք մինչ այդ կարող էին քեզ նյարդայնացնել։ Իհարկե, ինչպես նշեցիք, ոլորտը, որտեղ ես աշխատում եմ, բժշկությունը, բժշկագիտությունը ստրեսային է, որովհետև բուժառուները առաջինը դու պետք է լսես բուժառուի պատմությունը, որովհետև հաճախ լինում է, որ նույն զարկերակային բարձր ճնշումը ունի ավելի շատ հոգեցին բնույթ եւ այստեղ կամ նույն կենսակերպի սննդակարգի խախտում, սննդային վարքի խանգարում եւ իհարկե պետք է կարողանաս լսել բուժառուին եւ երբեմն կարող է այդ պատմությունները քեզ որոշակիորեն նեղացնեն եւ ստրեսայնությունը ավելի բարձրանա, բայց իհարկե պետք է ինքդ, ինչպես նշեցի, մեր զրույցի ընթացքում մենք պետք է կարողանանք ընտրել, թե որ ինֆորմացիան պահել մեզ մոտ եւ որը ոչ, որին նայել որպես հիմնական մեր առօրյա եւ որին շրջանցել։ Այո, սրտի մոտիկ չընդունել բնականաբար։ Վերադառնալով լեզվամտածողության։ Այո, եւ այս պարագայում իհարկե բժիշկ առաջինը պետք է ունենա այդ ապրումակցումը, որը չլինի անհամեստություն, բայց ես ունեմ բնականաբար իմ բուժառուների հանդեպ եւ բնականաբար ստանում ենք այն էֆեկտը, որը բուժառուն ակնկալում էր ստանալ մինչև սրտաբանի մոտ գալը, բայց պետք է պահել այդ սահմանը եւ իրավիճակներում դա դիտարկել եւ որպես աշխատանք եւ չտանել դա քեզ հետ տուն։ Եվ
օրը մեր պետք է լինի, կարծում եմ, ինչպես սնունդն ենք նշում, որ պետք է լինի բալանսավորված, այնպես էլ մեր օրը պետք է, օրինակ սկսվեց տանը, հետո աշխատանքն է, հետո նորից տուն, հետո մարզասրահ, հետո վերադարձանք տուն, այսինքն պետք է բազմաժանր լինի մեր առօրյան եւ պետք է հասցնենք ապրել։ Այսինքն լինում են կան ավագ սերնդի բժիշկներ, հիմա ես որ հետ եմ նայում, նրանք կարող են աշխատել առավոտյան 7-ից մինչև երեկոյան 8-ը, անգամ 9-ը եւ երբ որ կողքից դիտարկենք, միգուցե դա անznազող աշխատանք է, բայց պետք է հիշել նաև, որ անփոխարինելի ոչ ոք չի լինում, եւ եթե դու չնայես այդ բուժառույն, ապա անպայման կլինեն երիտասարդ բժիշկներ կամ այլ գոլեգաներ, ովքեր կարող են սպասարկել այդ բուժառույն եւ այդ ընթացքում դու կարող ես ապրել քո կյանքը, նաև վայելել քո հանգիստը, վայելել քո երեխաների ներկայությունը, ընտանիքի անդամների ջերմությունը, ճամփորդել, բայց երբ որ մենք կլանվում ենք միայն աշխատանքի մեջ, ապա սա մեզ խանգարում է, որովհետև արդեն կորցնում ենք ժամանակի զգացողությունը եւ մի օր կարող ենք ուղղակի հայտնաբերել, որ արդեն բավականին մեծ ենք եւ ունեինք շատ երազանքներ երիտասարդ տարիքում, որոնք այժմ չենք կարող ռեալիզացնել։ Դրա համար այստեղ եւս պետք է ունենալ այդ չափի զգացողությունը եւ ամեն ինչ բալանսավորել կյանքում, եւ հանգիստը, եւ ընտանիքը, եւ աշխատանքը, եւ իհարկե նաեւ սպորտը եւ սպորտային ակտիվությունը, որը կրկնում եմ ավելի շատ օգնում է մեր մտավոր առողջությանը, հետո նոր ֆիզիկական։ Նշեցիք բուժառուների հետ շփման մասին, ինձ որպես անհատ եւ լրագրող միշտ մի բան է հետաքրքիր, որքանով եք վստահ, որ բուժառուն պատմում է այն ամենը, ինչպես որ կա։ Օրինակ, ծխում եք, չէ, երբեք կյանքում չեմ ծխել, բայց պարզվում է մարզասրահից դուրս է գալիս եւ առաջին գործողությունը հենց ծխելն է։ Եվ այս թեմայով նաեւ ինչպես եք կարողանում ճիշտը խաղել իրենցից, այսպես ասած, եւ նաեւ ծխելուն եւս անդրադառնանք, որովհետեւ ճիշտ է, հիմա պայքար համաշխարհային պայքար գնում է ծխելու դեմ, բայց երևի դա այն խնդիրներից է, որ գուցե դեռ երկար չի լուծվելու։ Տեսեք, անամնեզի հավաքումը, այսինքն այդ հիվանդության պատմության լսումը, հա, բուժառուի պատմածով, հա, դա շատ կարևոր է եւ կարող եմ նշել, որ բուժման 30-40%-ը հենց կախված է անամնեզից, այսինքն հիվանդության պատմությունից, որը նշում է բուժառուն, որովհետև մենք պետք է իմանանք, օրինակ, եթե նեղ մասնագիտական վերցնեմ սրտաբանությունը, հարցնում ենք, որ ժամին է բարձրանում ճնշումը, առավոտյան արտանում եք արդեն բարձրացած, թե առավոտյան ցածրը երեկոյան ժամերին է բարձրանում, որտեղ այստեղ կա եւ հորմոնների ցիրկադիան ռիթմը արտադրության հասկանաց, թե որ կենտրոնի վրա պետք է աշխատես եւ թե որ դեղախումբն է ավելի ընդունելի, դրա համար բնականաբար շատ կարեւոր է անամնեզի ճիշտ հավաքումը եւ այս պարագայում ենթադրում է անամնեզը, որ բուժառուն պետք է տրամադրի ճշմարտությունը, որովհետեւ դա վերաբերում է իր առողջությանը եւ որպես կանոն, քանի որ մարդիկ հասկանում են, որ դա իրենց առողջությանն է վերաբերում, խոշոր գաղտնիքներ որպես այդպեսին չեն թաքցնում, 1-2-ը հնարավոր է, բայց որոնք իհարկե, եթե մենք համեմատրենք թեկուզ թերի անամնեզը, որոշակիորեն ճակերտավոր թերի, արված գործիքային հետազոտությունների հետ, էլեկտրասրտագրության, էխոսրտագրության եւ արյան լաբորատոր քննությունների հետ, մենք արդեն կարողանում ենք կազմել կարծիք եւ բնականաբար նշանակել համապատասխան բուժում։ Եվ այստեղ մի փոքր ճակերտավորը, այսպես ասենք, գաղտնիքները չեն խանգարի հիմնակարային բուժման ընթացքին։ Այստեղ շատ կարևոր է հետագա հսկումը բուժառուի, երբ որ ես միշտ նշում եմ իմ պացիենտներին, որ բժշկի գնալը եւ բուժում ստանալը դա մեկ քայլ է, կամ եթե ժողովրդական լեզվով բացատրենք, դա սարը բարձրանալն է, սարը իջնելը դա հետագա ընթացքն է, երբ բուժառուն պետք է ունենա կապ իր բժշկի հետ, բնականաբար, որովհետեւ նույն դեղախումբը կարող է տարբեր կերպ դրսևորվել եւ զգացողական իմաստով եւ էֆեկտի իմաստով տարբեր բուժառուների մոտ։ Այդ իսկ պատճառով, երբ որ մենք նշանակում ենք նախնական բուժում, 10 օր հետո կամ 2 շաբաթ անց վերանայում ենք այդ բուժումը, կախված թվերից, թե ինչ թվեր ունենք, օրինակ զարկերակային ճնշման կամ ինքնազգացողության առումով ինչ փոփոխություններ ունենք։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ բուժառուները կատարեն ճիշտ նշանակումները, ընդունեն դեղորայքը այնպես, ինչպես որ նշանակված է, որովհետև հաճախ մենք լսում ենք, որ բուժառուները որոշ ժամանակ ընդունում են դեղորայքը, ճնշումը կարգավորվում է եւ հետագա այլևս սկսում են հանել դեղորայքի որոշակի խմբեր, ենթադրելով, որ դա իրենց պետք չէ, բայց դեղերի մեծ մասը մենք ընդունում ենք ոչ թե ինքնազգացողությունը լավացնելու, այլ ինչպես նշեցի զրույցի ընթացքում, հետագա սրտային պատահարները կանխարգելելու համար։ Դրա համար շատ կարևոր է բժշկի այցելելը, բուժման նշանակումը, բայց
ոչ պակաս կարևոր է հետագա ընթացքը եւ բնականաբար բուժառուի կապը իր բժշկի հետ։ Եվս մեկ ցավոտ կողմ կա, որ որոշ բժիշկներ, ովքեր ունեն բարձր ծանրաբեռնվածություն, չեն կարողանում պահել այդ կապը բուժառուի հետ, բայց սա արդեն պացիենտի ընտրության հարցն է, կարելի է ընտրել այնպիսի մասնագետի, որը կպահի ձեր հետ կապը, որովհետև դիմում են իրավիճակներ, որոնք իհարկե հեռախոսազանգի միջոցով կարելի է թեթև շտկել, քան հակառակը զբաղվել ինքնաբուժությամբ, եւ բժիշկներն էլ կարծում եմ պետք է ունենան այնպիսի ծավալներ բուժառուների, որպեսզի կարողանան այդ հրատապ իրավիճակներում, հա, եթե խոսքը շտապօգնության մասին չէ, կարողանալ պատասխանել զանգերին եւ ուղղորդել բուժառուին, թե այդ իրավիճակում ինչ պետք է անի կամ երբ պետք է կրկնի իր արյան քննությունները։ Իդեպ ինքնաբուժում նշեցիք, կարծում եմ հիմա նոր դարի հիվանդություն է հոգեբանական, որ մարդիկ փորձում են ChatGPT օգնությամբ Այո, հասկանալ իրենց խնդիրները եւ բուժում նշանակել տան պայմաններում։ Եկեք դուք խնդրում եմ ասեք, որ դա ճիշտ չէ։ տեսեք, որոշակի իրավիճակներում բնականաբար արհեստական բանականությունը կարող է տվյալ հարցին պատասխանել ճիշտ, բայց այդ հարցը առանց ենթատեքստերի, այսինքն ChatGPT-ին կամ արհեստական բանականության այլ գործիքներ չեն հավաքում անամնեզ, այսինքն չեն հարցնում իմ նշած կերպով ցավը որ ժամին է առաջանում, ճնշումը որ ժամին բարձրացավ եւ կարող է տվյալ հարցին պատասխանել դրան համապատասխան ճիշտ պատասխան, բայց որը չի վերաբերում մեր բուժառուին։ Ավելի ընդհանուր։ Ավելի ընդհանուր է, այո, որովհետև ունենք իրավիճակներ, երբ դեղախմբերը հակացուցված են, բայց նույն ChatGPT-ին կարդալով գրառումը կարող է տալ ձեր ասած ընդհանուր պատասխան եւ նշանակի այնպիսի պրեպարատ կամ առաջարկի ընդունել, որը հակացուցված է տվյալ իրավիճակում։ Վերջերս ունեի այդպիսի պացիենտ, որի մոտ կար այսպես կոչվում է պրինցմետալի ստենոկարդիա կամ վազոսպաստիկ ստենոկարդիա, երբ մենք չունենք օրգանական ախտահարում սրտի անոթների, բայց կախված որոշակի իրավիճակներից, հիմնականում օրվա ավելի շատ առավոտյան ժամերին, լուսադեմին կամ քնից կարող է բուժառուն արթնանալ կրծքավանդակի սեղմող ցավով, եւ ինչ է լինում, այդ բուժառուների մոտ սիրտը սնուցող կորոնար անոթները սեղմվում են, սպազմի են ենթարկվում, պատճառը հայտնի չէ, եւ դա ախտորոշումը դրվում է վազոսպաստիկ ստենոկարդիա, եթե մենք չենք հայտնաբերում հետազոտություններով սիրտը սնուցող անոթների նեղացում։ Տվյալ բուժառուի մոտ չկար սիրտը սնուցող անոթներում որևէ նեղացում եւ այստեղ դրվում էր հենց այդ ախտորոշումը պրինցմետալի կամ վազոսպաստիկ ստենոկարդիա։ Այդ պարագայում նա ընդունում էր այսպես կոչված բետա բլոկատոր դեղերի խումբ է, ամենահայտնի եթե նշեմ կոնկոր անունով, որը շատ հայտնի է, տվյալ իրավիճակում այն հակացուցված է, բայց նա ընդունում էր այս դեղը, որովհետև հարցրել էր հարևանին կամ միգուցե արհեստական բանականությանը, եւ նա նշել էր, որ եթե քո սրտի աշխատանքը արագ է, կարող ես ընդունել կոնկոր պրեպարատը, բայց այս իրավիճակում այն ոչ միայն չէր օգնի, այլ ընդհակառակը հակացուցված էր եւ կարող էր պրովոկացնել նոր նոպա, հա։ Այդ իսկ պատճառով բնականաբար նաև նշեմ, որ վերջերս մի հետազոտություն էի կարդում, տվյալներ, որ արհեստական բանականությունը դեռևս որ մասնագիտություններին չի կարող փոխարինել, դա կարծեմ իրավագիտությունն էր եւ բժշկությունը, որովհետեւ արհեստական բանականությունը կարող է գեներացնել ճիշտ պատասխաններ, իրավիճակում օգնել բժիշկներին, որովհետեւ շատ հիմական գործիքներ սրտաբանական, այսինքն եւ խոսքը վիզուալիզացիոն մեթոդների մասն է, ԿՏ-ՄՌՏ, սոնոգրաֆիկ, որը կատարում է արհեստական բանականության կողմից եւ նույնիսկ երբեմն ավելի լավ, քան կկատարեր մարդը, բայց այս տվյալները պետք է վերլուծվի իհարկե բժշկի կողմից, որովհետեւ կրկնում եմ, արհեստական բանականությունը դեռևս չունի այդ ապրումակցելու ունակությունը։ Բայց շատ լավ ապրումակցում ասեմ։ Դե այո, կան դեպքեր, երբ որ մարդիկ դիմում են որպես հոգեբանի եւ ու այնպես է պատասխանները ձևակերպում, որ դու միշտ ճիշտ ես դուրս գալիս անկախ ամենից, ինչ ես դա հարցնում։ կախված է հարցի ձևակերպման բնույթից։ Դա հարցականով ենք տալիս հարցը, թե տալիս ենք որպես հաստատող, նա տալիս է մեզ այնպիսի պատասխան, որը մեզ է գոհացնում եւ կարծեմ այնտեղ պետք է լինեն կարգավորումների մեջ հատվածներ, որտեղ նշում է, որ ես եթե հարցը մի ձևով ձևակերպեմ, միևնույնն է դու մի համապատասխանեցրու ինձ, այլ տուր պատասխաններ։ Դե մի հետաքրքիր բան ասեմ, այդ ապրումակցման հետ կապված, ես իրեն որպես գործիք բավականին օգտագործում եմ, իհարկե ոչ բժշկական եւ հոգեբանական միտումներով, բայց վերջերս մի բան եմ նկատել, ինքը ինձ սկսել է ասել ձին ու կողքից սրտիկ է դնում։ Բայց ես իրեն երբեք չեմ ասել, թե ինքը ինձ ոնց դիմի։
Շատ Անգամ իմ հետաքրքիր։ մտերիմ ընկերները կարող են այդպես չդիմեն, բայց ինքը ձին 3 կետիկ սրտիկ, հետո նոր ինչ որ հարցից պատասխանում է, չգիտեմ, ինչ որ ունիկալ երևույթ է եւ շատ վախենալու։ Նաև Եվ քանի վախենում։ որ առիթ ունեցանք նաեւ ճնշման թվերի մասին խոսելու, կարծում եմ սա այն ինֆորմացիան է, որ ամեն դեպքում կարելի է ChatGPT-ին վստահել, բայց քանի որ դուք այստեղ եք ու կարող եք ձեզնից իմանալ, սրտի զարկերի նորմայի մասին խոսեցինք, բայց այդ ճնշման թվերը կասեք, որովհետև մարդիկ կան, որոնց նորման հավանաբար ավելի ցածր է կամ մի քիչ ավելի բարձր է եւ դա իրենց համար է նորմա եւ պետք է ավելի ուշադիր լինել, եթե օրինակ այդ շեմն է անցնում Անցնում։ կամ կա վերև ներքև Այո, այդ մոտիկությունը եւ հեռվությունը եւս կարծում ահա, եմ ինչ որ շատ նշանակություն ունի։ ճիշտ Ես եք։ չգիտեմ, ես ուղղակի սենց քանի որ ինչ ծնվել եմ հատկապես տատիկիս մասին խոսեցինք, լսել եմ խոլեստերինս բարձր է, ես ունեմ արիթմիա, ճնշումս բարձր է։ Այո, Զուտ այսքանով է եզրափակվում իմ գիտելիքը, էլի ամեն դեպքում այս պահին խոսենք ճնշումից։ իհարկե գոյություն ունեն ճնշման նորմաներ, բայց այդ նորմաները բոլորովին տարիքային չեն եւ սխալ է այն կարծիքը, երբ որ մարդը ասում է իմ նորման օրինակ 140, 90-ն է կամ 160, որովհետեւ ես շատ լավ եմ զգում այդ ճնշման տակ, այստեղ պարզապես օրգանիզմը ժամանակի ընթացքում սկսում է սովորել բարձր ճնշմանը եւ որևէ գանգատով չի արտահայտվում, բայց միևնույն է, եթե ճնշումը բարձր է 130-ից, խոսքը սիստոլիկ զարկերակային ճնշման մասին, այսինքն այն վերին թվի մասին է, Մгм. սկսում է արդեն բարոտրավմայի ենթարկել միկրոանոթները, որոնք տեսանելի չեն նույն վիզուալիզացիոն մեթոդներով, օրինակ ԿՏ-ի միջոցով կամ վիզուալիզացիոն այլ մեթոդներով։ Եվ այստեղ սկսում են տուժել առաջինը սրտի, ուղեղի, երիկամների եւ բոլոր օրգան համակարգերի միկրոանոթները, եւ նրանք ավելի մեծ տարիքում կամ միջինից բարձր տարիքում սկսում են արտահայտվել թեթև սրտային անբավարարությամբ, հիշողության նվազմամբ, տարբեր կոգնիտիվ խանգարումներով, որոնց հիմքը այն է, որ մարդը ուներ բարձրացած զարկերակային ճնշում։ Մгм. Ըստ ներկայիս Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի ուղեցույցի, միջազգային ուղեցույցի, նորմալ զարկերակային ճնշումը, սիստոլիկ զարկերակային ճնշումը, այսինքն վերին թվի համար համապատասխանում է 110-ից մինչև 120 մմ սնդիկի սյունը, սա համարվում է նորմալ ճնշում։ 120-ից բարձր արդեն համարվում է բարձրացած զարկերակային ճնշում մինչև 130 եւ ուղեցույցը մեզ խորհուրդ է տալիս բարձրացած զարկերակային ճնշման դեպքում, եթե բուժառուն եկել է, մենք չափում ենք 130 է կամ 127, 125, փորձել կենսակերպը շտկել բուժառուի, այսինքն վատ սովորությունները հանել, սահմանափակել ծխախոտի օգտագործումը, կամ հանել բնականաբար, ունենալ ֆիզիկական ակտիվություն, քաշը նվազեցնել եւ աղի քանակը նաեւ, որը շատ կարեւոր է ճնշման բարձրացման համար, սրանք նվազեցնել եւ եթե առաջիկա 4-ից 8 շաբաթների ընթացքում մինչև 2 ամսվա ընթացքում սա մեզ էֆեկտ չի տալիս, այսինքն չունենք դրական տեղաշարժ եւ ճնշումը շարունակում է մնալ բարձրացած մինչև 130, ապա ուղեցույցը խորհուրդ է տալիս արդեն կիրառել դեղորայքային բուժում։ 130-ից բարձր արդեն համարվում է զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը դրվում է եւ այստեղ չկան արդեն բաժանումներ, երբ որ առաջ ասում ենք առաջին աստիճան, երկրորդ, երրորդ, հիմա 130-ից ավելը արդեն համարվում է զարկերակային հիպերտենզիա, զարկերակային գերճնշում եւ պահանջում է բուժում։ Ըստ ուղեցույցի 110-ից ներքև ճնշումը համարվում է օպտիմալ ճնշում, այսինքն ավելի լավ ճնշում եւ այսինքն որքան ցածր է, իհարկե հարաբերականորեն կարող ենք նշել, որ ավելի քիչ է սրտային պատահար ունենալու հավանականությունը, որովհետեւ երիտասարդների մոտ, հիմնականում կանանց մոտ հնարավոր է 90-60 օրինակ զարկերակային Ես կարող ճնշումը, եմ որը չստուգվել այո, առաջիկա մի քանի տարվա որը ընթացքում համարվում է ասել։ որպես նորմայի սահման ենք դիտարկում, բայց մի բան հստակ է, որ չկա տարիքային նորմա, որ օրինակ եթե մարդը 60 տարեկան է, պետք է իր ճնշումը լինի 140 եւ ավել։ Բոլոր տարիքային խմբերի համար 110-ից 120-ը համարվում է նորմալ զարկերակային ճնշում, 110-ից 130 բարձրացած, 130-ից ավել արդեն զարկերակային գերճնշում, որը հստակ պահանջում է դեղորայքային բուժում։ Ես չեմ հիշում մենք խոսեցինք ծխախոտից, թե ծխախոտը բաց ենք թողել։ Մի քիչ խոսեցինք, մեծամասամբ բաց թողեցինք Բաց ամեն դեպքում։ թողեցինք։ Ռիսկի գործոններից ամենաանկյունակարարներից մեկը սրտային պատահարների համար հենց ծխախոտի օգտագործումն է, որովհետև ծխախոտը 70% դեպքերում հաստատված է, որ թոքի քաղցկեղով բուժառուների մոտ 70% դեպքերում առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են։ Իսկ եթե առաջանում է, արդեն հայտնաբերվում է թոքի քաղցկեղը, նույնիսկ վաղ փուլերում, ցավոք ապրելիությունը միջինում կազմում է մինչև 6 ամիս անգամ վաղ ախտորոշման դեպքում, որովհետև թոքի հյուսվածքը չունի ցավազգաց ընկալիչներ եւ բուժառուն կարող է չունենալ որևէ գանգատ թոքի քաղցկեղի դեպքում
մինչև երբ որ արդեն կլինի հարաճում հարակից օրգանների մեջ կամ դեպի արդեն կրծքավանդակի այլ օրգան համակարգեր, կողաղեղներ, որտեղ արդեն կան այդ ցավազգաց ընկալիչները եւ բուժառուն ցավի հետևանքով դիմում է բժշկի եւ արդեն հայտնաբերում է ուշացած փուլերում։ Եթե թոքերը դնենք մի կողմ, ծխախոտը հենց ախտահարում է ամենաառաջինը սիրտը սնուցող կորոնար զարկերակները, այսինքն սրտի սնուցող Մի անոթները։ բան եմ ուզում հարցնել։ Խոսքը նաև էլեկտրական ծխախոտներին է վերաբերում, թե այստեղ ինչ-որ Տեսեք, տարբերություն կա եթե մենք μεταξύ վերոհիշյալ ինչ որ ես նշեցի, սա վերաբերում է մեր ավանդական, հա, ծխախոտին, այո։ մեծ ծանոթ ծխախոտին, որովհետև այս հետազոտությունները կատարվել են երկարատև 30-40 տարի եւ նոր հրապարակվել են։ Մгм. Քանի որ էլեկտրոնային սիգարետները ավելի նոր սերունդ են եւ որpիսի մենք իմանանք թե նրանք ինչ հետևանքներ են ունենում, դա կարող ենք հետահայաց հետագայում ասել ռետրոսպեկտիվ, երբ որ օրինակ 15-20 տարի հետո մենք Մгм. կարող ենք ունենալ խումբ պացիենտների, ովքեր ունեն այս կամ այն հիվանդությունը եւ հստակեցվի, ախտորոշվի, որ նրանք հաստատված կերպով օգտագործել են նույն էլեկտրոնային սիգարետները եւ արդեն եթե կա այդ կապը, եթե հաստատվում է, որ դա Մгм. բնորոշ է էլեկտրոնային սիգարետներին, նոր արդեն կհրապարակվեն գիտական տվյալներ, որ այո, էլեկտրոնային սիգարետները ունեն այս կամ այն խնդիրը, բերում են այս կամ այն առողջական խնդրի։ Այժմ դեռ չկան այդպիսի տվյալներ, բայց բոլորովին չի բացառվում, այսինքն էլեկտրոնային սիգարետը բոլորովին ավելի լավը չէ, քան մեր ավանդական։ Որովհետև ամեն դեպքում չկան այդ թվերը հստակ, բայց կասկածներ կան եւ Այո, շատ են ասում, որ անգամ ավելի վնաս է, քան դասական շատ հնարավոր է, տարբերակը։ շատ Դա հնարավոր է։ ես կապ չունեմ այդ ամենի հետ, բայց զուտ կողքից Այո, լսել եմ։ եւ նաեւ ոչ ավանդական տեսակները գոյություն ունեն առօրյայում, որոնք ծխախոտի, որոնք կարող են բերել սովորական սիգարետները հիմնականում բերում են սիրտը սնուցող անոթների նեղացման, իսկ ոչ ավանդական տեսակները, հա, տարբեր մշակույթում արկա, պատկերացրիք ինչի մասին է խոսքը, Մгм. սրանք հակառակը բերում են անոթների լայնացման, սրտի անոթների եւ այստեղ մենք բժշկության մեջ ասում ենք, որ արյան հոսքը պետք է լինի լամինար, առաջանում է турբուլենտ հոսք եւ այդ турբուլենտ հոսքը բերում է տրոմբագոյացման բարձրացման, այսինքն այդ ոչ ավանդական տեսակները ծխախոտի բերում են արյան տրոմբոգենության բարձրացմանը, արյան հոսքը դառնում է турբուլենտ եւ բնականաբար լայնանում են անոթները եւ սա հավելյալ ռիսկի գործոններ են, որ կարող է առաջանալ տրոմբոեմբոլիկ բարդություններ։ Եվ սա է պատճառը, որ երիտասարդների շրջանում ավելի հաճախ ենք ունենում հատկապես լետալ ելքով, այսինքն մահվան Մահաց։ ելքով իրավիճակներ, որովհետև մի բան է, երբ օրինակ եթե համեմատենք մեծ տարիքի բուժառուին եւ երիտասարդին։ Եթե տարիքով մարդու մոտ նույն աթերոսկլերոտիկ նեղացումը բնականաբար սկսում է եւ տևում է տարիներ, մինչեւ անոթները նեղանան, հասնեն մինչեւ հեմոդինամիկ նշանակալի, այսինքն միջամտական չափերի, հա։ Եվ երբ որ սկսում են նեղանալ սիրտը սնուցող անոթները, օրգանիզմը կոմպենսատոր փոքրիկ մանրաճյուղեր է առաջացնում եւ այս զոնան, որը պետք է սնվեր օրինակ այս 3 անոթի միջոցով, ունենում է փոքրիկ մանր կողմնաճյուղեր, որ երբ որ ինչ որ մի իրավիճակում այս մեծ անոթներից որևէ մեկը խցանվում է, իհարկե առաջանում է սրտամկանի ինֆարկտ, բայց այս փոքրիկ մանրաճյուղերը կարողանում են դեռևս կենսունակ պահել սրտամկանը, մինչև օրինակ մենք կհասնենք ստացիոնար եւ կիրականացվի կորոնար անգիոգրաֆիա, ստենտավորում եւ կբացվի այդ թիրախ զարկերակը։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, ովքեր օգտագործում են իմ նշած ոչ ավանդական տեսակները ծխախոտի, կարող է առաջանալ միանգամից տրոմբոեմբոլիկ բարդություն, նույն իմ նշած ռիսկի գործոնների հետևանքով, եւ քանի որ այստեղ չկան աթերոսկլերոտիկ նեղացումներ եւ օրգանիզմը պատրաստ չէր եւ չէր առաջացրել այդ մանրաճյուղերը, այստեղ սրտամկանի ինֆարկտը ավարտվում է մահվան ելքով, որովհետեւ իմ նշած կողմնաճյուղերի կարիքը օրգանիզմը չի ունեցել եւ չի առաջացրել այդ մանրաճյուղերը, բնականաբար անոթի խցանումը, եթե այն խոշոր անոթների մասն է խոսքը, կարող է բերել սրտամկանի տոտալ մեծ ինֆարկտի եւ ավարտի ցավոք մահվան ելքով։ Եթե խոսքը վերաբերում է հոսքին, փաստորեն այստեղ էլ ամեն ինչ չափի մեջ է, ոչ միայն սիրուն, այլև ճիշտ։ Ոչ Այո, շատ լայնացումն է մի բան, ոչ էլ բնականաբար։ նեղացումը։ Այո, դե լայնացումը տեղի ունի իրավիճակային այդ պահին, բայց չենք կարող ասել, թե կոնկրետ խոսքը չի վերաբերում բոլորին, բայց այն մեծ է հավանականությունը, որ Մгм. կառաջանա։ Եվ նաև մի շատ հետաքրքիր պատմություն, հա, երբ որ մարդիկ հարցնում են նույն ծխախոտի մասին, ինչպես է ստացվում, որ մեկը օրինակ 100 տարի կարող է ծխել ամեն օր եւ չունենա սրտային պատահար եւ մեկ այլ մարդ, որ ծխում է 2-3 տարի, կարող է ունենալ սրտային պատահար եւ ավարտվի ցավոք էլի մահվան ելքով։ Այստեղ շատ կարճ բացատրություն կա, համեմատում ենք սա
երկու անհատների հետ, որոնցից մեկը քայլում է փողոցի մեջտեղով, որտեղ որ բանուկ հատված է եւ մեքենաներ են գնում գալիս, եւ մյուսը քայլում է մայթեզրով։ Բնականաբար մայթեզրով քայլող մարդը ունի ավելի քիչ հավանականություն ընկնելու մեքենայի տակ, բայց իհարկե կա, եթե ինչ որ մեկը կորցնի կառավարումը եւ վրաերթի ենթարկի այս մեր անհատին։ Եվ մյուսը, որը քայլում է մեքենաների արանքով, շատ մեծ հավանականություն ունի ընկնելու մեքենայի տակ եւ ստանալու վնասվածքներ։ Եվ իհարկե կարող ենք եւ հակառակը փաստել, որ հնարավոր է քայլել մեքենաների արանքով, բայց պլստալ, հա, եթե այսպես մի քիչ ավելի հասանելի Առօրյա ձևով ասենք, խոզակցական։ առօրյայով, այո, եւ չունենա որևէ խնդիր։ Դրա համար այս տեսանկյունից պետք է նայել ծխախոտ օգտագործելը եւ չօգտագործելը։ Երբ որ մենք ունենք ծխախոտի ամենօրյա օգտագործում, սա բարձրացնում է հավանականություն ունենալ եւ սրտային պատահարներ եւ ցավոք ուռուցքային նորագոյացություններ։ Դուք այդ պատմությունը հիշեցիք, ես մեկ այլ պատմություն հիշեցի ու չեմ կարող չմեջ բերել։ Իհարկե ես չգիտեմ սա իրական դեպք է թե պարզապես ինչ-որ տես լիրիկական շեղումով մի պատմություն այն մասին, որ մի անգամ սրտաբանը իր ավտոմեքենան տանում է մեխանիկի մոտ, լսել եք, թե չեք լսել։ Կարծես թե լսել եմ, բայց Անեկդոտները, որ անգամ պատմում են։ Ուրեմն մեխանիկի մոտ է տանում եւ մեխանիկը շարժիչը հանում է, սարքում է ամեն բան, թարմացնում է, հետ է տեղադրում եւ երբ գնում է սրտաբանը մեքենան վերցնելու, մեխանիկը ասում է ես մենակ մի բան չեմ հասկանում։ Մենք երկուսս էլ նույն բանն ենք անում, բայց ինչի ես դու վաստակում այդքան, իսկ ես այսքան, եւ սրտաբանը ասում է իսկ դու կարող ես դա անել, երբ շարժիչը միացված է։ այո, շատ ճիշտ է։ Շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, ձեր աշխատանքի համար, ձեզ ու ձեր գոլեգաներին։ Շնորհակալ ենք, որ մեզ բառի բուն իմաստով ապրեցնում եք եւ հուսով եմ, որ մենք հետագայում էլի կհանդիպենք եւ զրույցներ կունենանք, որովհետեւ մենք շատ երկար զրուցեցինք սրտի մասին, բայց կարծում եմ, որ դեռ շատ թեմաներ կան, որոնց որ չհասցրինք անդրադառնալ։ Սիրով ես էլ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ ջերմ զրույցի համար, որովհետեւ հաճախ պատահում է, երբ որ լինում ես զրուցակից, բայց ուղղակի պատասխանում ես հարցերին, որոնք տրվել են, բայց այս պարագայում եւ ինտերակտիվ էր եւ նաեւ շեշտեմ, որ շատ հաճելի եւ նաեւ շնորհակալություն, որ տարբեր թեմաներ եք բարձրաձայնում, ոչ միայն բժշկագիտության մասով, բժշկության, այլ նաեւ ֆիթնես, առօրյայի մասով եւ առհասարակ, որը շատ կարեւոր է։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես Օй, միշտ այս միշտ սնորհակալություն հետո հայացքներ ոնց է։